Արդ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք ապրիլի 13-ի գործակարգավարական խորհրդակցությունը, սկսենք Վեոլա ջրից։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 120, կատարողական 100%, գրանցված քողագծի վթարների քանակը թվով 495, վերացված 445, կատարողական 90%, վթարավերականգնական աշխատանքների ընթացքում քանդած ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 1090 քառակուսի մետր, վերականգնված 870 քառակուսի մետր, իրականացված պլանային ջրանջատումների քանակը թվով 1, վթարային ջրանջատումների քանակը թվով 36, հիմնանորոգված դիտավորի քանակը թվով 3, մաքրված անձրևատար դիտավորի քանակը 150, այսքանը շնորհակալություն։ Նաև կուզենայի պարոն Կարոյան հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակումը տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է այնց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգը առաջանում, այսինքն մասնագետը այնց որ տեղում արդեն հայտնվում են, մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել է քարերը եւ լանջերից եկած բերված հողը։ Իսկ ինչ լուծում ենք պատկերացնում առհասարակ, որովհետեւ մենք արդեն մեր նորման են է, որ 1 ամսվա տեղումները կարող են 1 օրում կամ 2 օրում գալ եւ այսպիսի դեպքեր ունենալու ենք, կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծում անպայման կգտնենք, արդեն Վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Այլ հատվածներում ունեցել ենք խնդիր։ Եղել է Սեբաստիայի հատվածում ա եղել, Սեբաստիայի հատվածում Եռաբելուր Պանթեոնի հարակից տարածքում, այս պայծությամբ Երևան քաղաքը մենք թվով 50 հեղատար հասցների անհրաժեշտություն արդեն գույքագրել ենք եւ ունենք նախագծեր, որոնցից 2-ը արդեն ֆինանսավորվել են եւ այդ Սեբաստիայի հատվածի հեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարող ենք աշխատանքներ իրականացնենք։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ, որ 2026 թվականի ապրիլի 3-ից 15 ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի ունեցել թվով 9 վթարային գազանջատում։ Վթարավերականգնական աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումներ 89, պլանային անջատումներ 112, քանդված եւ վերականգնված ասֆալտբետոնի ծածկույթ 144 եւ 68, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երկաղլույս։ Հարգելի պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ ունեցել են 42 վթար, ինչը վերականգնվել է 100%-ով, մեր քաղաքում տեղադրվել են ընդհանուր հաշվով 150 LED լուսատու։ Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ մեր քաղաքում միայն այս տարի փոխարինվել է թվով 85 ուժային պահարան։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պահպանություն եւ սանիտարական մաքրում։ Պարոն քաղաքապետ, մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացել են ընդհանուր թվով 11520 աղբամանների սպասարկում ցերեկային, գիշերային միաժամանակ թե ցերեկային, թե գիշերային հերթափոխներով։ Մայրաքաղաքի փոխսերի մակրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացել են 320 սահմանքնման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Մնացած 9% աշխատակիցները գտնվում են ժամանակավորական անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փոխսերի մակրությունը իրականացվել է Բելարուս տեսակի 6, քաթ տեսակի 2 տրակտորներով, 8 ինքնաթափ, 17 ջրցան մեքենաներով, ինչպես նաև կեռ փոշեկուլ մեքենաներով 361 կիլոմետր տարածքում, իսկ կամաց փոշեկուլ մեքենաներով 838 կիլոմետր տարածքում կատարվել են մաքրման աշխատանքներ։ Նշեմ, որ Վելաջուր ընկերության կողմից Քանաքեռ, Զեթուն, Էրեբունի եւ կենտրոն վարչական շրջաններում գտնվող 100 մետր դիտավորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևանի ավտոբուս։ Պարոն